Իսրայելա-իրանական հրթիռակոծության ձայները հասնում են Երևան, բայց խնդիրների բարձրաձայնման տեսքով։ Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն հակամարտության արդյունքում Իրանում ավելի շատ անձ է զոհվել։ Պատճառներից մեկն էլ թաքստոցների ու ապաստարանների բացակայությունն է։ Իսրայելում իրավիճակն ավելի լավ է։ Որ քաղաքացիները հետևում են բացառիկ թիկունքային բացարկման կարգի եւ անմիջապես տեղափոխվում են ապաստարան։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ այսպիսի ապաստարաններից մեկը։ Շենքը նոր չի, ունի այսպիսի նկուղային հարկ։ Պաշտպանված սենյակը կառուցված է ամուր նյութերից, ինչպեսին են երկաթ բետոնը։ Այդ սենյակները բնակարանի անկիսելի մաս են։ Վերադառնանք մեր իրականություն։ Նախ տերմինների մասին։ Պաշտպանական կառույցները 3 տեսակի են՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ եւ պարզագույն թաքստոցներ։ Երևանի շենքերի նկուղները ոչ թե ապաստարաններ են, այլ պարզագույն թաքստոցներ, թեև բնակչությունը դրանց ապաստարան է անվանում։ Հավանական հարձակման դեպքում Էրեբունի վարչական շրջանի այս շենքի բնակիչները պետք է պատասպարվեն պարզագույն այս թաքստոցում։ Սիվիլնեթը եկել է եւ փորձում է հասկանալ, թե ինչ վիճակում է թաքստոցը։ Գնանք։ Հենց սկզբից մեզ դիմավորում է շատ վատ սանդուղքը, աստիճանը, անհարմար վիճակներ եւ այստեղ մարդիկ պետք է պատասպարվեն եւ իջնում ենք ներքև, փորձենք ներքևում հասկանալ ինչ վիճակ է։ Ու այստեղ մենք տեսնում ենք խոնավ իրավիճակ, աղբ, պատասպարման համար նախատեսված վայրը ամբողջությամբ ջրի մեջ է։ Ինչու մենք եկանք այստեղ, որտեղ 1 տարի առաջ Սիվիլնեթը պարզագույն թաքստոցների մասին ռեպորտաժ էր պատրաստել, մենք ահազանգ էինք ստացել, որ Էրեբունու այս շենքի տակ ամբողջությամբ ջուր է եւ 1 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ Այս շենքի այս հիմքերը ամբողջությամբ ջրի մեջ են։ Ակնհայտորեն այստեղ որևէ պատասպարում արտակարգ իրավիճակներում պատկերացնել դժվար է։ Ինչու Երևանում չի լուծվում թաքստոցների մաքրության հարցը։ Քաղաքապետարանը համատիրություններին է մեղադրում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զորահավաքային հարցերի եւ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանն ասում է, որ իրենք կօգնեն բնակիչներին թաքստոցների աղբի տեղափոխման հարցում, եթե նրանք դրանք մաքրեն։ Ավելին, ասում են, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ մաքրվել են բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների նկուղները։ Համատիրությունները, լիազոր մարմինը, իրանք պետքա կատարեն այդ գործառույթները։ Իհարկե մենք փորձել ենք քաղաքապետարանի ուժերով, ծրագրերով որոշ նկուղներ մաքրել ու Դավթաշենում ենք հիմնականում փորձեր արել, մաքրել ենք ամբողջ նկուղը, բացել ենք, տվել ենք համատիրության նախագահին, բայց անցել է շաբաթներ, նորից նույնը կրկնվել է, այսինքն ամբողջ նկուղը լցվել է աղբով կամ ջրով է լցվում։ Ներքին գործերի նախարարությունից էլ վստահեցնում են, աշխատում են խնդրի վրա, օրենք են նախաձեռնել։ Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել քաղաքացիական պաշտպանության նոր օրենքի նախագիծ, որտեղ հստակ գրված է պետական կառավարման մարմինի եւ կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունը։ Այս դեպքում արդեն վարչարարություն է կիրառում, այսինքն քաղաքացիական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը չկատարելու դեպքում տեղի ունենում վարչական պատասխանատվության է ենթարկվում։ Տուգանման պարագայում դա չափազանց թեթև լուծում է, որովհետև այդպիսի իրավիճակներում համագործակցության բացակայությունն է եւ անմիջական փոխգործակցության սխալները պետք է միանշանակ լինեն քրեորեն պատժելի։ Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Նարինե Արամյանը կարծում է, որ անգամ գույքագրում չի արվում արդյունավետ կերպով։ Քաղաքացիական եւ ավելի լայն պաշտպանության համար որևէ հարմարվածություն չկա, ավելի վատ, մենք չունենք այստեղ ոչ միայն հայեցակարգ, տարրական գույքագրում։ Եվ գույքագրումը դա այն չէ, որ մենք ունենք 1000 շենք, 1000-ից 900-ն ունի նկուղային հատված, 900-ից 600-ն ունեն հարմարված կամ կահավորված տարածք, ոչ, դա մանրակրկիտ չափումներն են, դա մանրակրկիտ տվյալների ամբողջական բազան է։ Արտակարգ ալիքի եւ Տավուշ մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը կարծում է, որ պետությունը պետք է փոխի այս հարցում քաղաքականությունը։ Մենք բնակչության պաշտպանությունը դիտարկում ենք, այսպես ասած անհատական պաշտպանության այնպիսի միջոցներով, երբ որ
ժամանակավոր պահեստարաններ, շենքի նկուղ, շենքի առաջին հարկ, պատի հետևում, արվակի մեջ եւ այլը, որը այս պատերազմի պայմանների համար դա պաշտպանություն չի։ Բայց մենք փաստացի դա էլ լիարժեք չունենք։ Դա գիտեք ինչ, երբ որ ամեն ինչ զրոյից է սկսում, օրինակ ես էլ ամեն ինչ զրոյից սկսելով կսկսեի մեր քաղաքապաշտպանական համակարգը կառուցել։ Մյուս խնդիրը կապված է ազդարարման համակարգի հետ։ Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քաղաքի հատվածներից մեկում ենք, ստուգում են ազդարարման համակարգը։ Պաշտոնատար անձինք վստահեցնում են, Երևանում ազդարարման համակարգի խնդիրը լուծված է, մարզերում ընթացքի մեջ։ Ամբողջ Երևան քաղաքը օդային տագնապի դեպքում ծածկում է, բոլորին հասանել է օդային տագնապի այդ էլեկտրաշրջակների ձայները հասանել են։ Բոլոր մուտքերին բազմաբնակարան շենքերի փակցված են այս ուշաթերթիկները, բայց մեր բնակիչները մի քիչ սկսել են կոտրել, մինչև այդ չկար, ասում են չկա։ Պաշտոնյաները նաև ասում են, որ թաքստոցների խնդիրը լուծվել է նորակառույցների դեպքում։ Մեծամասամբ բնակչության պատսպարման տոկոսը ապահոված է Երևան քաղաքում եւ մարզերում բնակչության պատսպարմանը իրականացում է։ Շատ քիչ տոկոս են մնում, շատ քիչ տոկոս, որոնց համար նախատեսում են արագ կառուցվող թաքստոցներ։ Ինչ վիճակում է մարդկանց իրազեկվածության մակարդակը։ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով այս մասով բացերը շատ են։ Փոքր ժամանակից երեխաները պիտի լսեն, սա օդային տագնապ է, սա ուշադրություն բոլորին, ինչ ա եղել, քիմիական խնդիր է, օդային տագնապի ավարտ է, ինչ որ բանի խնդիր կա, այսինքն երբ որ դու տարբերում ես դրանց ձայները։ Նարինե Արամյանի խոսքով էլ բնակչությունը պատրաստված չէ, պետությունը չի աշխատում իրազեկվածության բարձրացման վրա։ Որ յուրահատուկ մոտեցում է նաև համայնքներում եւ տվյալ դեպքում անշուշտ ամենամեծ համայնք հանդիսացող Երևանում այդպիսի սկսած կոնստրուկցիաներից, շենքշինություններից միջև կահավորումներ եւ ամենակարևորը քաղաքացիական պատրաստվածությունը եւ արտակարգ իրավիճակներին եւ ռազմական դրության գործողություններին, որpիսի ոչ մեր խուսափենք խոճապից, այլ նաեւ մենք չունենանք այնպիսի զոհեր եւ այնպիսի ուժացություններ ընդհանուր առմամբ եւ հատկապես քաղաքացիական անձանց շրջանում, ինչպիսին մենք տեսնում ենք անպատրաստված, այսպես կարող եմ ասել, երկրներում։ Իսրայելում քաղաքացիական պաշտպանությունը համակարգված է պետական մակարդակով։ Յուրաքանչյուր նորակառույց բնակելի շենք պարտադիր պետք է ունենա այսպես կոչված մամադ ամրացված սենյակ որպես թաքստոց։ Քաղաքացիներ ունեն հավելված, որը իրական ժամանակում ծանուցում է ռիսկերի մասին ըստ գտնվելու վայրի։ Ուկրաինայում եւս ծանուցումները իրականացվում են հավելվածի միջոցով։ Ճապոնիան ունի զարգացած վթարային արձագանքման մշակույթ ոչ միայն պատերազմական, այլև բնական աղետների համար։ Բնակչությանը պարբերաբար ուղարկվում են SMS հաղորդագրություններ, անցկացվում են տեղային վարժանքներ։ Պատերազմները կարող են լինել հեռու, բայց դրանց հետևանքները շատ մոտ։ Թաքստոցը միայն պատ չէ, այն համակարգ է, որը կամ գործում է, կամ չկա։ Իսկ երբ ազդանշանը հնչի, արդեն ուշ կլինի փոխել որևէ բան։